Ողջույն հարգելի հեռուստադիտող, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ մեր հրավերընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերում։ Պարոն Աղազարյան, երեք հայտարարել եք, որ ձեր քաղաքական երբեմնի առաջնորդին անվստահություն հայտնելու գործընթաց եք սկսում եւ արդեն հայտնի է Թեկնածուն Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նախ մի փոքր մանրամասնեք, թե ինչպես կանգ առավ հենց Մարուքյանի թեկնածության վրա, հա, քանի որ դուք նշել եք, որ շատ թեկնածուների շուրջ են քննարկումները գնում, ինչպես հենց հասկացաք, որ Մարուքյանը պետք է լինի վարչապետի ձեր թեկնածուն, քանի որ հենց ընդդիմադիր պատգամավորները, այնպես չի որ արտահայտված դրական վերաբերմունք ունեն Մարուքյանի նկատմամբ, նրանք նշում են, որ Մարուքյանը եւս Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն է կիսում։ Նախ հիշեցնեմ, որ մենք պատասխանում ենք մայիսի 20-ին մեր թեկնածուի անունը հայտարարել, որովհետև կային ինքնառաջադրումներ, կային տարբեր թեկնածուներ, ու մենք ենք դիմել հավանական թեկնածուներ։ Ուղղակի այդ գործընթացը մի քիչ արագ տեղի ունեցավ, շատ չեղան այսպես կոչված առաջարկություններ, ընդհանուր առմամբ 7 հոգի, որից 2-ը մեր վարչությունից։ Մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը Լյուբա Մխիթարյանն էր ինքնառաջադրվել եւ առաջադրված էր նաեւ իմ թեկնածությունը եւ եւս 5 հոգի մենք բանակցում էինք մեր կուսակցությունից դուրս։ Անուններ իհարկե չէ, որովհետև դա նպատակարար չեմ գտնում, որովհետև շատ շնորհակալ եք նախ այդ մարդկանցից, որոնք Իդեպ էկոնոմիկայի նախկին նախարարի անուններ շրջանառվում։ Չէ, դե շատ անուններ շրջանառվի, դա մասին խոսք չկա եւ նպատակարար չեմ գտնում եք այդ անունները հայտարարել, ուղղակի ես եթե շնորհակալություն եմ հայտնում այդ միշտ 4-ին եւ ներողություն եմ խնդրում, ես 4-ին պատասխանատվության համար քննարկումների իմաստով, այդ 4-ից մի հոգին հրաժարվեց քննարկումների արդյունքում 3-ը պատասխանատվություն ունեին, բայց վարչությունում քննարկման արդյունքում որոշեցինք, որ անդրադառնանք 3 հոգու։ Պարոն Էդմոն Մարուքյանին, Լյուբա Մխիթարյանին, մեր վարչության անդամ եւ ինձ։ Հետո 3-ի մեջ քննարկումը երբ որ տեղի ունեցավ, վարչությունում որոշեցինք հաշվի առնելով շատ հանգամանքներ, վարչությունը միաձայն որոշեց, որ առաջադրի պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Այստեղ խնդիրը նա է, որ պետք է ընդդիմադիր պատգամավորները նաև իրենց ստորագրությունները համաձայնություն տան, որպեսզի նախագիծը մտնի ազգային ժողովի օրակարգ։ Բայց մենք բազմիցս լսել ենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր այսօր խորհրդարանում են, նրանք բազմիցս Էդմոն Մարուքյանին քննադատել են ու արտահայտել են իրենց ոչ դրական վերաբերմունքը։ Օրինակ ասում են, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոն ստացավ եւ կիսում են նրա այդ պատասխանատվությունը։ Հիմա ո՞նց է նրան վարչապետի թեկնածու առաջադրել, ինչն եք հաշվի առել։ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոն չի ստացել։ Հատուկ Էդմոն Մարուքյանը պաշտոն է ստացել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Դե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Ներողություն, դրանք տարբեր բաներ են։ Եվ այն չի որ բանը մեծ բարեհաճություն արել վարչապետը եւ Էդմոն Մարուքյանին պաշտոն է տվել։ Ուղղակի հաշվի առել Էդմոն Մարուքյանի մակարդակը, գիտելիքները, փորձը, ունակությունները եւ առաջարկել է պատասխանատու պոստ զբաղեցնել։ Վարչապետը մի բան է, Նիկոլ Փաշինյան լրիվ ուրիշ բան է։ Այդ մի քիչ պիտի այդ դեպքում մոտենանք։ Աշխատել են եւ հետո ինչ որ աշխատել են։ Աշխատել հետո տարաձայնությունները առաջացել, ինչպես ցանկացած, այսպես կոչված հիմնարկում տարաձայնություններ առաջանում եւ բաժանվում են մարդիկ։ Ինչ կա դե։ Նույն Նիկոլ Փաշինյանը լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ անդամներից մեկը հետագայում ինչ-ինչ հանգամանքների բերումով բաժանվել է։ Ոչ մեկի գերին չի։ Եվ այդ տերմինոլոգիան կամ այդ նարատիվը, որ ասում են, եղել է ասենց, ես ճիշտ չեմ համարում։ Ասենք հիմա մենք հսկայական, նյութական ներողություն, մարդկային ռեսուրս ունենք ԿՊ-ից դուրս։ Բարձր մակարդակի մարդկային ռեսուրս, որ չի օգտագործվում պետության շահերի համար։ Դուք մտադիր եք օգտագործել այդ ռեսուրսները։ Իհարկե։ Ինչ չի կարելի այդպիսի բաներով առաջնորդվել։ Եւ երկրորդը դուք ձեր խոսքում ասացիք, որ պատասխանատվությունը կա, ես եմ պատասխանատվություն կրում։ Ես ընդդիմադիրների խոսքերն եմ մեջ բերում։ Ճիշտ եք ասում, իհարկե։ Ես եմ պատասխանատվություն կրում եւ պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը եւ մեր պարոն Ասլանյանը եւ իմ բանաձևը որն է, որ մենք ասենք հայտնվեցինք այս վիճակում, դա ինչ որ հանգամանքների բերումով եղավ, հատենես չավ։ Պարոն Ասլանյանը եւ ես որևէ այլ ամբիցիաներ չունեինք, մենք բավականին, ասենք, մեր համար շատ լավ դիրք ունեինք քաղաքական պատգամավորներ էինք, իշխող քաղաքական խմբում պատգամավորներ էինք եւ մենք այդ իմաստով ամբիցիաներ չունեինք։
բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այն գիծը, որ հետևողականորեն արդեն տանում է վարչապետը, բերելու է վտանգավոր հանգրվանի եւ այդտեղ առաջացավ հակասություն եւ մենք մեզ հեռացրեցին կուսակցությունից, փաստորեն եւ խմբակցությունից ամեն ինչից հեռացրեցին։ Հիմա դա ինչ է նշանակում, մենք ոչ մի չանենք։ Չանենք, բայց մեզ թվում է թե մենք կարանք օգտակար լինենք։ Մեզ թվում է թե մենք կարանք օգտակար լինենք եւ մեր թվալը մենք պետք է նյութականացնենք եւ գնահատականը պիտի տա ժողովուրդը։ Պարոն Աղազարյան, դուք նախորդ անգամ էլ մեծ զրույցում նշեցիք, որ անհանգստություններ ունեք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, բայց չեք փակագծեր չեք բացում, ինչ անհանգստություններ կան, ինչի մասին է խոսքը։ Փակագծերը չենք բացում, փակագծերը կբացենք, երբ որ հարցը մտնի ագնաժողովի օրակարգ, impeachment-ի հարցը մտնի օրակարգ, նպատակարար չեն գտնում, որովհետև բայց չեք կարծում սա եւս սխալ է, որը պետության շահերից չի բխում էլի այդ հարցերը հիմա բարձրացնելը, որովհետև վարչապետը գիտի թե ինչի մասին է խոսքը։ 100% գիտի վարչապետը, ոչ միայն վարչապետը, քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամների մեծամասնությունը երևի գիտի։ Խաղաղության պայմանագրին է առնչվում։ Ես չեմ մանրամասնելու, այդ ուղղությամբ հարցերն, այո։ Իրանք գիտեն թե մեր անհանգստությունը որն է։ Եթե իրանք այնպես կանեն, այնպես կստացվի, որ կանհանգստանան impeachment-ի գաղափարից եւ ճշգրտումներ կմտցնեն իրենց այդ քաղաքականության մեջ եւ մեր այսպես կոչված քաղաքական խաղաղությունից մեկը այսպես կոչված կվնասվի, թողանեն, ով շահում պետությունը, շահում ժողովուրդը։ Վերջ, խնդիր չկա։ Ուշքի չեն գա, ուրեմն մենք շարունակում ենք եւ մենք անելու ենք, որովհետեւ պարոն Ասլանյանը եւ ես գտնում ենք, որ վարչապետը որպես մարդ իրեն սպառել է ֆիզիկապես, քաղաքականապես, բարոյապես, սոցիալապես, հոգեպես եւ հետեւաբար ինքը արդեն ըստ էության, եթե չի վերածվել, վերածվում ավտորիտար ղեկավարի։ Ավտորիտար ղեկավար պարլամենտական համակարգում վտանգավոր է պետության համար, առավելևս այս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որովհետև ավտորիտար ղեկավարը արդեն ինքը ոչ ոքի չի լսում, որոշումներ կայացնում է միանձնյա եւ հետեւաբար բայց քանի որ ինքը մահկանացու մարդ է, կարող է սխալ թույլ տա, իր ցանկացած սխալը կարող ճակատագրական լինի պետության համար, հետևաբար վարչապետը պետք է գնա հանգստի։ Պարոն Աղազարյան, երեք ուղիղ եթերում վարչապետի ձեր թեկնածուն Էդմոն Մարուքյանը զանգահարեց ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին եւ նրանց հետ հանդիպում էր խնդրում։ Ինչ արձագանք կար, չէ՞ այդ հանդիպումը կանալու է թե ոչ, ու դուք ինքներդ ընդդիմադիրների հետ խոսել եք, ինչ դիրքորոշում ունեն Մարուքյանի թեկնածության վերաբերյալ, պատրաստ են ստորագրությունները տալ, թե ոչ։ Այս պահին արձագանքներ չկան դեռ, այս պահին դրությամբ ինչու ասենք հաղորդումը սկսել է ձեր հետ արձագանքներ չկան։ Մենք չենք հանդիպելու, նպատակաբար չենք գտնում պարոն Ասլանյանը եւ ես հանդիպենք ընդդիմադիր, ասենք խմբակցությունների հետ։ Էդմոն Մարուքյանը որպես վարչապետի թեկնածու ինչ որտեղ նույնիսկ պարտավոր է հանդիպի, որպեսզի ներկայանա, ծրագիր ներկայացնի, գաղափարներ ներկայացնի։ Հետևաբար դա Էդմոն Մարուքյանի այսպես կոչված անելիքն է եւ ինքը նախաձեռնել է այդ հանդիպումների շարքը, տեսնենք ոնց կստացվի։ Իդեպ երեք վարչապետի եւս մի թեկնածու կարելի է ասել ինքն առաջադրվեց, խոսքը ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի մասին է, իր կուսակցությունը հայտնեց, որ մտահոգություններ ունի Մարուքյանի թեկնածության հետ կապված ու իրենց ղեկավարին Վահան Բաբայանին են առաջադրում որպես այլընտրանքային թեկնածու։ Երևի թե մի փոքր ձևակերպները ճիշտ չեն տվել, ներողություն եմ խնդրում։ Պետք է ձևակերպները այսպես լինեն իրենց, որ իրենք պատրաստական են իրենց կուսակցության ղեկավարին նույնպես ներկայացնել թեկնածու վարչապետի, ոչ թե առաջարկեն թեկնածու է, այլ իրենք պատրաստեն քաջություն ունեն իրենց վրա նույնպես վերցնել պատասխանատվություն։ Այդ ձևակերպումը կլիներ երևի քաղաքականապես ավելի կոռեկտ, որովհետև գոյությունի օրենք, գոյությունի սահմանադրություն, բացատրում ենք, ասում ենք Պարոն Գալստանյան, դուք չեք կարող լինեք Հայաստանի Հանրապետության վարչապետ, բացատրում եք, չեն հասկանում, ասում եք, այս մեկը չի կարելի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև գոյությունի սահմանադրություն, գոյությունի օրենք, այստեղ էլ օրենքը գործում։ Impeachment-ի նախաձեռնման գործընթացում X մարդը համարվում է թեկնածու, եթե մեկ հոգի ստորագրել է այդ թեկնածուի օգտին։ Եթե չի ստորագրել։ Դե հնարավոր է ընդդիմադիր պատգամավորները քննարկեն ու եւս լինեն իրենց թեկնածու։ Ես բան չեմ ասում, բայց այս պահին գոյությունի մեկ թեկնածու, պարոն Ասլան Հակոբի եւ Հովիկ Աղազարյանի առաջարկած
վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանը ես չեմ ասում, ես Բաբայան չէ ասեցիք, ես որևէ բան չունեմ իր անձով։ Մեկ-երկու անգամ էլ արդեն ունեցել լսելու դրական ասենք կարծիք ունեմ։ Պետք է կորեկտ ձևակերպել բաները, հարցերը։ Քաղաքականապես կորեկտ էլի։ Պարոն Ղազարյան, գիտենք, որ այս գործընթացը որպեսզի հասնի իր վերջնանպատակին, պետք է նաև իշխող խմբակցությունից պատգամավորներ միանան, այսինքն որպեսզի իմպիչմենթը իրականություն դառնա եւ ձեր վարչապետի տեխնացուն ընտրվի։ Դուք երկար ժամանակ աշխատել եք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ, գիտեք թիմի ներսի անցուդարձը։ Ինչ պետք է լինի, որպեսզի ինչը նրանց կհամոզի, որպեսզի ստորագրեն այդ թղթի տակ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ու ձեր տեխնացուն դառնա, ինչը նրանց կստիպի, ինչ է կանելու։ Ես կարծում եմ, որ իրանք արդեն գիտեն նույնիսկ։ Գիտեն թե ինչով է պայմանավորված այս մեր նախաձեռնությունը եւ եթե X պահի մեր գործընկերները նպատակարար չգտնեն կամ գտնեն, որ մենք սխալվում ենք մեր տեսակետների մեջ եւ իրենք նախաձեռնություն չցուցաբերեն միանալու գործընթացին, ապա մենք կդիմենք ժողովրդին։ Որ թող ժողովուրդը ինքն դատի, եթե գտնում է ժողովուրդը, որ մեր առաջարկությունը ճիշտ է, թող այսինքն փողոցային պայքար։ Փողոցային պայքար չի, այդպես որ պայքար չի, որ տուրիստական ասպես կոչված գործընթացներ չէ։ Ուղղակի պիտի ասենք, որ եկեք ձեր պատգամավորներին խնդրեք, որպեսզի միանան այս գործընթացին։ Ինչ է տեղի ունենում։ Ենթադրենք, թե հաջողում է ծրագիրը եւ Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ։ Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ 1 տարով։ Եվ այս իրավիճակը պետք է ընդունելի լինի բոլորի համար։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար, որովհետեւ այն արժե համակարգով, որ մենք եկել ենք հեղափոխության, մասնավորապես արդարացությունների թափանցիկ եւ այլ անցկացման կոնտեքստում, փառքասու որ միջև հիմա այդ բանը պահպանված է, բայց վտանգի տակ է։ Եվ հետեւաբար եթե Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ, պետք է նոր ընտրություններ անցկացվի։ Մի տարի հետո ստացել ընտրությունները։ Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ ընդամենը 1 տարով ըստ էության։ Եվ 1 տարի հետո քաղաքացիական պայմանագիր իր ծրագրով ներկայանում այն ինձ անհանգստացնող դրույթներով արդեն ներկայանում է ժողովրդին։ Հայաստան դաշինքը իր ծրագրով, MSC իր ծրագրով, մենք արդեն մեր ծրագրով կմիանանք ինչ-որ քաղաքական ուժի, թե չենք միանա, ես նկատում եմ մասկը։ Ամեն մեկը արդեն իր ծրագրով թող ներկայանա ժողովրդին, ժողովուրդը ընտրի մի տարի հետո ինչ, ասենք, այնպես դարակազմիկ իրավիճակ չի ստեղծում, բացարձակապես։ Շունչ են քաշում մի հատ, ներկայանում ենք ժողովրդին եւ պատկերացնում եք Էդմոն Մարուկյան վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, իշխող քաղաքական ուժ խորհրդարանում, Հայաստան դաշինք, պատիվ ունեմ դաշինք, կանցկացվի բոլոր ժամանակների ամենաարդար ընտրությունները, բոլոր ժամանակի ամենաարդար։ Վստահ եք, որ արդար ընտրություններ կանցկացվեն։ Ով կբան կանի, ով կհասցնի այդ արանքում ինչ-որ բան անեն։ Ոչ մեկ չի կարող։ Հավասարակշռված է դառնում, էլի։ Պարոն Ղազարյան, բայց դուք շատ հաճախ վստահություն եք հայտնում, որ բանը չի հասնելու նոր ընտրություններին, Փաշինյանը արտահերթ ընտրությունների է գնալու։ Բայց հիմա խոսում եք արդեն 1 տարի հետո ընտրությունների մասին։ Դե մենք դառնել ենք պատրաստ։ Ես այո, ես գտնում եմ, որ Փաշինյանը պետք է իրենց շահերից ելնելով պետք է հրաժարական տալ եւ նոր արտահայտ ընտրությունների գնային։ Բայց երևի թե պատճառներ կա, որոնք ես չգիտեմ։ Հիմա դեռ այդ տարբերակը դեռ սպառված չի բացառում, որ այդ տարբերակը տեղի ունենա։ Պարոն Ղազարյան, մի փոքր իմպիչմենթի թեմայից դուրս, թեև շատ եք, հա, այս թեմայի շուրջ եւս անդրադարձ հաճախ եք ունեցել, դուք թիմից հեռանալուց հետո ձեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ պատճառը այն է, որ դուք պետական գաղտնիքի արտահոսք եք թույլ տվել, բայց մինչ օրս ոչ դուք, ոչ իշխող խմբակցության պատգամավորները չեն հստակեցնում, այդ ինչ արտահոսք է եղել պետական, որը ստիպել է, որ ձեզ հեռացնեն թիմից։ Խնդրեմ հիմա դուք ներկայացնեք, թե ինչ արտահոսք եղել է, թե ոչ, եթե եղել է, ինչ արտահոսք է եղել, ու արդյոք դուք տիրապետել եք խաղաղության պայմանագրի 17 կետերին, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է։ Արդյոք դրա հետ է կապված այդ արտահոսքը, այդ բանակցային գործընթացի։ Ես խաղաղության պայմանագրի նախագծի աշկերտած չի եկել։ Երբեք չեմ ծանոթացել։ Այնքանով որքանով դրվագային ներկայացվել է խմբակցության նիստերի բան, այնքանով տեղյակ եմ որոշ բաների, բայց որպես փաստաթուղթ կամ փաստաթղթի նախագիծ ես ծանոթ չեմ եղել դրան։ Իսկ մյուս պատգամավորները եղել են։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես պետական գաղտնիքի կրող չեմ։ Հետևաբար ես չեմ կարող պետական գաղտնիք
հրապարակել։ Այս պետական գաղտնիք ես կարամ հրապարակել մենակ մի դեպքում։ Երբ որ ես գնամ ազգային ժողովի համապատասխան բաժին, խնդրեմ, որ ինձ տան այս կամ այն գաղտնի փաստաթուղթը, որը մեզ հասանելի է, պատգամավորներին բոլորը չի հասանելի, տամ ծանոթանալու համար, գրավոր դիմում պետք է գրեմ, գրավոր դիմում նշեմ ինչ փաստաթուղթ եմ ուզում, բերեն այդ փաստաթուղթը ես տեղում ծանոթանամ ու հետ տամ իրանց։ Հա, մտքումս պահեմ մեջի գաղափարները եւ ասենք արտահոս կանեմ, բայց այդ գործողությունը տեղի չի ունեցել։ Բայց ինչու են թիմակիցները պնդում։ Երբեք չեմ դիմել այդ համապատասխան բաժին այս կամ այն փաստաթղթին ծանոթանալու համար։ Էլի խայտարակ բաներ են ասել, դատախազները խայտարակ բաներ ասել։ Եվ պիտի պատասխան տա իր խայտարակ բաներ ասելու համար, որ այսօր արդեն նախաքննական փուլում արդեն փշրվում է, որ հրապարակավ իք հայտարարությունները պատասխան որ հայտարարության մասին է խոսքը Աննա Վարդապետյանի։ Հաջան։ Որ հայտարարության մասին է Աննա Վարդապետյանի, որ ասում է անհանգստությունն է, որ դա բանը կարող է նախաքննության նախանգարի հետևաբար չեմ կարող ասել։ Բայց ուզում ասեմ, որ դեպի երևույթներ կա։ Ասելով չի։ Ես իմ տղաների հետ եղել եմ Ալեն Սիմոնյանի առանձնասենյակում, ԱԱԾ-ի ներկայացուցիչ Հակոբ Ասլանյան, ես ասել եմ պարոն Սիմոնյան, հեռախոսս ձեր մոտ, փաստաթղթերը ձեր մոտ։ Հրապարակ ցույց տվեք իմ տղաներին, հանրապետականը չեմ ասում, ցույց տվեք իմ տղաներին թիմից արտահոսք, որ ես համարում եմ դավաճանություն։ Ես դիմումս գրեմ հեռանամ։ Այն ժամանակ դեկտեմբերին։ Կարողացավ գտնել դեկտեմբերին։ Ցույց չտվեք, դա չկա դեպա, ո՞ց ցույց տա։ Ասում էր հեռախոսում այնպեսի բաներ եմ տեսել, որ ամաչում եմ իր փոխարեն։ Ես էլ ասեցի, այդ այն բաները որ տեսել եք, պարոն Սիմոնյան, այն բաները, բացի իմ այդ արտոսքը թողեցինք մի կողմ։ Ասեցի, այն բաները որ դուք տեսել եք, որ հիմա դուք ամաչում եք, ցույց տվեք իմ տղաներին, եթե իմ տղաները դրա համար կարող են իրենց գլուխները կախել ինչ որտեղ, դիմումս գրեմ, մանդատից հրաժարվեմ, գնամ Կիևյան մոստ։ Ինձ գցեմ մոստից, գիտուներ չգնամ։ Սուտի մուտի խոսքերը այդ բաները, ասենք, իմ հեռախոսի մեջ կար վուլգար բնույթի զրույցներ կար, դա երկու մարդու զրույց է, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Այսինքն ձեր անձնական դաշտ են նայում մտել։ Այնիշ որ տեղի ունեցավ ազգային ժողովում վերջերս, իմ արածը դրա համար բան էր, ինչ են ասում, խաղապար, ասենք իմ խոսք բաները։ Պարոն Աղազարյան, իսկ ձեզ համար սպասելի էր, որ ձեր արդեն նախկին թիմակիցները, որոնց դուք միշտ պաշտպանել եք, նրանց հակացած հայտարարություն հավատարիմ եք եղել, մի օր այսպես ձեզ հետ կվարվեն, ձեր անձնական դաշտը կհանրայնացնեն, կմտնեն ձեր հեռախոսներ, ձեր նամակները կկարդան։ Քանի որ դուք միշտ ասում եք, մենք ամենաժողովրդավար կուսակցությունն ենք, մենք միշտ քննարկումների արդյունքում ենք ինչ որ քայլեր անում, ձեզ համար սպասելի էր։ Բարեբախտաբար շատ չեն եղել այդ մարդիկ, որոնք ծանոթացել են հեռախոսի այսպես կոչված էությանը։ Մի քանի հոգի են եղել։ Հիմնականում կանայք ի դեպ դուք կանայք, հա, եւ մի քանի տղամարդ, բայց շատ չեն եղել, փոքրաթիվ են եղել, եւ հետեւաբար ես շարունակում եմ պնդել եւ ասել, որ ես ուրախ եմ ու երջանիկ, որ քայլել եմ այդ թիմի հետ, որ իջնշող մեծամասնությունը իրեն թույլ չտվեց այդքան իջնել, որպեսզի ասենք ծանոթանալ իմ ներքին հեռախոսի մեջի պարունակությանը։ Այնպես որ ես այդ իմաստով իմ խոսքերից ես նույնիսկ պնդում եմ։ Իսկ հիմա շփում ունեք ձեր նախկին թիմակիցների հետ։ Չէ, չունեմ, որովհետև չեմ ուզում դնել դժվար վիճակի մեջ։ Ոչ մեկի հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Աղազարյան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարգելի հետևորդներ, կհանդիպենք։